Ես երևի ուշացած միացակ դուք ով է կարգալույծ արել այս մարդուն։ Կարգալույծ արած անձը չի կարող որևէ մեկին կարգալույծ արել։ Ես նշեցի ժողովուրդը։ Ժողովուրդը նման իրավունք չունի։ Կրկնվում է։ Հազարավոր ժողովուրդը մայրաթորում նույն մասնակցում է պատարագի, որին Դե հիմա ամենայն հայոց կաթողիկոս։ ես եկել եմ մասնակցելու Տեր Արամի պատարագին ու նշեցի ինչ պատճառներով Տեր Արամին ոչ հիմնավոր մեղմ ասած կարգալույծ են արել, էր նշած, բայց միևնույն ժամանակ ես ուզում եմ ձեզ նշել, որ ինչպես վարչապետը նախորդ օրը նշեց, կարգալույց արած անձը չի կարող որևէ մեկին կարգալույծ անել։ Թույլ տվեք մասնակցել Սուրբ պատարագին, ինչպես է օծել նրանց որպես քահանա։ Տեր Արամը ինչպես է օծված քահանա։ Ես նշեցի, նորից եմ կրկնում, այս ընթացքում հանգամանքներ են պարզվել, փաստեր են ի հայտ եկել եւ փաստը մնում է փաստ, որ կաթողիկոս կաթողիկոս կոչեցյալը, ձեր վեհափառ կոչած անձը բացարձակապես կապ չունի հոգևորականության հետ։ Կարգալույծ արել։ Դուք այս բոլորով եք խնդրում եմ պատասխանեք մի հարցի, արդյոք կաթողիկոսը ունի զավակ թե ոչ, ինչի մասին մենք հաճախ խոսում ենք, դրա մասին դուք եք տեղյակ, մենք տեղյակ չենք։ Նույն կաթողիկոսն էլ չի հերկել, ասեմ ձեզ, ու ոչ մեկ չի հերկել, որովհետև դա անհերկելի փաստ է։ Ով է քմծիծաղով։ Թող շարունակենք քմծիծաղով վերաբերվել Հայաստանի Հանրապետության քաղաքացին էլ փորձելու է եկեղեցին ազատել նմանատիպ մարդկանցից։ Համարյա ամեն կիրակի։ Որ եկեղեցի եք հաճախ։ 7 վերք հիմնականում։ Այսօր քաղաքացիները նույն խոսքերով խոսեցին Մայրաթորի մասին, ինչ Նիկոլ Փաշինյանը կարծես ուղղորդում լիներ եւ պատրաստվում են որևէ գործողության։ Ինչ կասեք սրա մասին։ Ինչ գործողության են պատրաստում եւ ովքեր են պատրաստում, ես չգիտեմ, որևէ մեկը Մայրաթորի հարձակում չի պատրաստվում իրագործել։ Ինչ է հայտարարում է, որ հարձակում են։ Այսօր առավոտվա հայտարարությունը Ես ընդամենը մի նախադասությամբ կամփոփեմ, ես միշտ լսում եմ վարչապետին, ստորագրում եմ ասած յուրաքանչյուր բառի տակ եւ մեկ նախադասություն եւս կասեմ եւ սրանով կամփոփենք։ Մենք ժողովրդի հետ միասին չքաղաքականացնելով այս ամեն ինչը վեհարանը վերադարձնելու ենք վեհին։ Այն մարդիկ, ովքեր հոգևորականության հետ որևէ առնչություն չունեն, րոպե առաջ հեռանալու են եկեղեցուց, նորից եմ նշում, առանց քաղաքական մոտիվների։ Վեհը առաջիկայում պարզ կլինի ով է, այնպես որ հիմա ոչ որևէ թեկնածու չունենք, մենք այսօր այստեղ ներկա ենք մասնակցելու Տեր Արամի մատուցած պատարագին։ Թեկնածուն լինելու են մարդը, վեհարանը վերադառնալու են մարդուն, ով իրականում հոգևոր արժեքներ է կրում։ Եվ այդքանով Հայաստանի Հանրապետության հավատացյալ ժողովուրդը։ Այդ հավատացյալներին ո՞նց եք տարբերելու, ով է հավատացյալ, ով չի հավատացյալ։ Հավատացեք, տարբերակումը արդեն արված է։ Ինչպես եք արել, այ դա կուզենք իմանալ։ Մենք չենք արել։ Այսօր նորից եմ կրկնում, վեհարանը րոպե առաջ ազատվելու է սատանայի հետ գործարք կնքած, սքեմի տակ թաքնված քայլող սատանաներից։ Աստծո դատաստանից չեք վախենում նման հայտարարություններ անելիս։ Ինչ եք հարցնում, դուք գոհ եք ձեր տված հարցից։ Դե հետաքրքիր է։ Այսինքն սրբապիղծ մարդուն կոչել վեհապար, դուք պիտի վախենաք։ Աստծո դատաստանից պիտի վախենաք դուք, որ սրբապիղծ սքեմի տակ ուղակի թաքնված անձին անվանում եք վեհապար։ Այդ դուք վախեցեք Աստծո դատաստանից։ Ես վախենում եմ, դուք վախենում եք։ Ես բացարձակապես չեմ վախենում, որովհետև իմ խիղճը մաքուր է, ես հավատացյալ մարդ եմ ու այսօր հենց դրա համար եմ այստեղ։ Ստեղծություն, շնորհակալություն, բարի պատարագ բոլորիս։